հիմա որոշեց ստորագրահավաք կազմակերպում, դե գիտեք, չէ, կուսակրոնության թեմայից ինչ որ ընկնավորված էր, իր մոտ ամուսնություն, ընտանիք, երեխա ամեն ինչը։ Իր կողքի բոլոր սրբազանները խախտել են, հիմա երևի չգիտեմ, ինչա որ չէ նրանց կարելի է չի կարելի։ Նախ այդ անցավ, այդ տեսավ չի մարսում, հետո որոշեց Արշակ Սրբազանի գրպանը նայարան ցույց տվեց այս թղթով, որ դու ասում ես, ինչ գտան։ Գիտեք, չէ, ինչ են արել, ուրեմն բարձր ասես թղթի մեջ Արշակ Սրբազանը, որ գնացին, ասեցին կոմպրոմատ կա քո վրա, այս կանենք, ինչ արեցին, չէ, բան չեղավ, սենց այդ թմրանյութը ինչ ծավալյալն ու սենց լցրել են, իբր լցրել է Արշակ Սրբազանը, հետո տարել է դրել է մեկի գրպանը։ 7 տարի առաջ։ Այստեղ մի հատ կարևոր մոմենտ կա, ես մասնագետ չեմ, բայց երևի ինձ թվում է ես շատ չեմ սխալվում, այստեղ գոյություն ունի հանցագործության վաղեմության թեմայից չի թվում, 7 տարի առաջ կատարած նման արարք անգամ այդտեղ են տահա ասել, ասենք մի հատ հետա բան մտածեիք էլի։ Նայ, այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, նայեք, ուրեմն դե պարզա որ այստեղ կամպրոմատների եւ մնացած բոլոր բաների պատերազմ էր, հա, բոլորի վրով այդ կամպրոմատը տարածեցին։ Հիմա ով չկոտրվեց, ուրեմն նշանակում է նրա վրա լուրջ բան չկար։ Իսկ ով որ կոտրվեց, ուրեմն տակ այնքան զիբիլ կար, այնքան աղբ կար, որ իրենք Կնիրա կողքի 10 սրբազաններ էլ, այնքան սրբազանները ինչը Նիկո, այո։ Ոստեղ խոսքը գնում է ոչ թե դավաճանության մասին, որպես երևույթ, այլ խոսքը գնում է նրա մասին, որ դրանց տակը այնքան աղբ կա, որ իրանք ուրիշ հնարավորություն չունեին, այսինքն իրենք չէին կարա չդավաճանեն։ Իսկ ով որ չի դավաճանել, դա նշանակում է մի բան, մաքուր մարդիկ են ու իրանց դեմ ոչինչ չէին կարող անեն։ Ուստի Արշակ Սրբազանը էլ Վազգեն առաջինին թույնելա թե սպանելա։ Փորձեցին չանցավ, որտեղ դա բժշկական փաստը մարդը ռակից է մեռել։ Հետո փորձեցին Դե հիմա էսա, այսինքն իրանք հա փորձում են ինչ որ մի բանով այս մարդուն սասանեն։ Հետո փորձեցին բան անել։ Ինչ որ ռոլիկ, հա, ինչ որ մի հատ բան ասվեց, բանա, արհեստական բանականությամբ է ստեղծվել ու դրա մասին խոսել են մասնագետները։ Տեսան չէ չի ստացվում, մարդը անսասան, ուրեմն մաքուր մարդ հասկանում եք։ Արմինը շեցարկելա մեջը լցրել է։ 7 տարի առաջ մարդը ինչ որ մեկի ջեբը բանա գցել ու գիտեք ինչ 7 տարի խեր որ սենց դրեմ դուք իմանաս Արմինե 7 տարի խեր իմանաս Արմինե սենց դրել է հա ու չի իմացե հետո չի իմացե դրել 7 տարի խեր լռում ընկեր ջան 7 տարի առաջ եղա մի անգամից ասեիր կամ իսկ ինչ ապացույցներ կա որ նա չի ստում Թողնա այս կաղաք էս պետք է Էս նա մեջ ինչ ես լցրել գոնե Ինչ որ մանր ձեռագրով բանագրած չեմ հասկանում Ինչ նա թմրադեղի բաններ Հասկանում եք դաժե այսպես ասած կոսվինի պրիզնակներով մենք կարանք հասկանանք ով է իրոք մաքուր մարդ որի դեմ այնքան բան չկա որ ստիպված են սենց ապուշ Բասրանցից մեկը լմիացրու այս սատանաներից տիրադավ այս պիղծ որ ասա Չգիտես ինչ է ասում է թող խելոքանա կաթողիկոսը գա բանի մոտ, այսպես խոնարհվի Նիկոլի մոտ ու գնա հրաժարվի, գնա հանգստի, տես ինչ են առաջարկում, ես պիղծ է 10 բաներն են, ես հավաքվել են, պատկերացնեք իրա տակը ինչ կա, նրանց տակը ինչ կա, որ իրանք ստիպված են եղել, այս 10 պիղծ սատանաները դեմ չոքել է, դաշ իրանց համար է, էլի, ֆու Ոստեղ ուրիշ կարևոր մոմենտ կա, դուք նկատել եք Նիկոլը հայ առաքելական եկեղեցու անունն է անգամ փոխել։ Չեք նկատել, Հայաստանյաց առաքելական եկեղեցի, տենց բան գոյություն չունի։ Բայց դրա համար է եկել Գրզի բաժանի ուղղափառ եկեղեցի սենց է նրա անունը։ Ինչ Հայաստանյաց եկեղեցի է Եթին։ Իրան թվում է, որ հայ առաքելական եկեղեցին իր աղանդի նման մի բան է, որը ոնց ուզում ես, ուստեղ մի հատ էլ բան ունեմ ասելու։ Ինձ կարիք պատմեք, երբ որ ինքը ասում է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պետք է մաքուր մարդիկ լինեն, մաքրվեն այդ կուսակրոնությունը։ Կներեք, երբ որ դու ապրում ես մի կնգահետ, որը 4 ապօրինի երեխա է, բեր այդ ոնց է։ Անջատի մայրը։
Քո կնիկը չամուսնացած 4 երեխայի ա բերել։ Ես դեմ եմ տենց բանի։ Ինձ պետք է որ երկրի առաջի տիկինը 18 տարեկանում կույս ամուսնանա զաքսով, եկեղեցով, որ մենք բոլորս տեսնենք որ դա ընտանիք է, 4 երեխա բերի։ Այդ կուսության թուղթն էլ բերի։ Կուսության թուղթը անպայման ներկայացնի։ Ճիշտ է, ասենք առաջարկա։ Որ ապօրինի երեխա բերած կնգա բանը սաժիցիլը իրավունք ունի մատնացությանը ինչ որ մեկի սեռական կյանքի վրա։ Հիմա այս ստորագրահավաքը սկսել կաթողիկոսի դեմ ու ասում է բան պիտի հեռանաս հետա սկսել է արդեն ասում է արի կանոնակարգ կգրեմ ես կմշակեմ ես եմ որոշում ինքը սահմանադրությամբ ասել քեզ ոնց խոսքը սկսեցիր ամեն ինչ խախտել է ամեն ինչ ավել է չգիտես ինչի ինքը հիմա որոշել է ինքը պիտի գա ինքը որոշի ոնց պիտի լինի ինչ պիտի լինի էլի չգիտեմ ծանր է Պրոստը պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյան հավասար է սուտ, կեղծիկ, փլուզում եւ վախճան։ Եվ ինչ սա է։